Star News-ը առանձնացրել եւ ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր եւ ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Դերասանուհի Մերի Մակարյանը Instagram-յան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել, ցույց տալով թե ինչպես է անցել երեխաների հետ իր առօրյան։ Խաղացինք, ուրախացանք, բայց քանի որ շատ շոկ է, Հայկի մազերն էլ արդեն երկարել էր, մենք եկել ենք մազերը կտրելու մեր Շացիևի Little Munchkin։ Շոումեն Արամ Մելիքյանի մայրը Տիկին Մանուշակը Instagram-յան իր էջում հանդես էր եկել նոր գրառումներով, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ուզում եմ այս հրաշք Անրիից մասին պատմեմ, երբ իմացա նրա արարքը, հուզվեցի, հպարտացա։ Մի ընկեր ունի, ով մայրիկի եւ քույրիկի հետ է ապրում, մտերիմ են իրար հետ։ Ընկերոջ հեռախոսը կոտրվել էր, իմացել էր, որ մայրիկն ուզում է ապառիկ գնի, իր հեռախոսը նվիրել էր ընկերոջը եւ ամենահուզիչը, որ իր բացակայության ժամանակ ընկերը չձանձրանա, իր PlayStation-ը թողել է ընկերոջ մոտ, որ ազատ ժամանակ զբաղվի։ Մի անգամ 2008 թիվն էր, ես իմ նոր գնաց ձմեռային սապոգները նվիրեցի ընկերուհուս, երբ տեսա կոշիկներով է, ասաց Մանուշակը շատ ունի, այս մեկն էլ ինձ տվեց, սակայն այն իմ միակ ձմեռայինն էր, իմ ունեցածը գարնանային աշնանայինն էին։ Ամեն դեպքում արդեն ինձ համար պետք է գնեի։ Ինչ եմ ուզում ասել, որ ձեռք մեկնելիս ոչ թե ավելորդ ու անպետքն ենք նվիրում, կամ որ կարիքը չունենք, այլ այն ինչով կարող ենք օգտակար լինել։ Իմ բարի Անրի, որքան երջանիկ եմ, որ նման ծիլեր ունենք, որ գիտեն կյանքի կարևոր արժեքները, որ այն ոչ թե նյութական է, այլ հոգևոր։ Այսօր նույնիսկ շատ հարազատներ այդքանը չգիտեն, իրար ուրանում են հանուն քար ու փետի։ Շնորհակալ եմ, Տեր ջան։ Էվելինա Շահիրյան ավագն ու Էվելինա Շահիրյան կրտսերը Instagram-յան էջում ներկայացել էին թրենդային հոլովակով, որտեղ թորնուհին հարցեր էր տալիս տատիկին, փորձելով հասկանալ՝ նորմալ է, թե նորմալ չէ։ Խոսքի ընթացքում Էվելինան շեշտեց, որ տատիկը թորնիկներից միշտ ավելի շատ սիրել է Արման Մարգարյանին։ Էվելինա Շահիրյան ավագն էլ չհերքեց այդ փաստը նշելով, որ դեռ այն ժամանակ, երբ Արմանը երեխա էր, Էվելինան չկար, այդ պատճառով էլ ինքը Արմանին ուրիշ ձև է սիրում։ Ուրեմն հիմա քեզ հարցեր եմ տալիս, ասում ես նորմալ է կամ նորմալ չի։ Նորմալ է, որ կինը աղջիկը չխնամված անդադ տանից դուրս գա։ Աննորմալ։ Նորմալ է, որ մեկը մի երկու տեղերևա միանգամից աստղայինը տանի։ Աննորմալ։ Նորմալ է լինել, չեմ ասի տարիքը 80-ից ու լինել շատ գեղեցիկ։ Իհարկե նորմալ է։ Նորմալ է անընդհատ զանգել թորնուհուն ու չհարցնել անգամ թորնուհին ոնց է, միանգամից ուզենալ ծորանը տեսնել։ Նորմալ է։ Նորմալ է։ Ինչ ասեմ, նորմալ է, որ աղջիկն ու տղան գնան իրար հետ սրճարան ու աղջիկը հաշիվը փակի։ Չէ։ Չէ։ Նորմալ չէ։ Իսկ նորմալ է, որ թորներից ամենաշատը Արմանին է սիրում, հետո նոր ինձ։ Էդ էլ է նորմալ։ Խոստովանեց։ Որտեղ Արմանը առաջնեկն է, ցավ տանեմ։ Դու չկայր այն ժամանակ, որ Արմանը կար։ Իսկ նորմալ է, որ կինը հասարակական վայրում հայոյի։ Ոչ։ Նորմալ է, որ կինը ալկոհոլ օգտագործի։ Եթե չափավոր կարելի է։ Ծխել նորմալ է, որ կինը ծխում է։ Ես չեմ ընդունում, ես չեմ ծխում, չեմ ընդունում։ Նորմալ է, որ մենք նույն ոլորտից ենք, բայց ինչ որ հարցերում ես քո հետ համաձայն չլինեմ, համակարծիք չլինեմ քեզ։ Նորմալ։ Հանրային հեռուստաընկերության պատվերով համերգ հաղորդաշարը շարունակում է երջանկացնել նոր երկրպագուների, ովքեր ցանկություն են հայտնում տեսնել իրենց սիրելի արտիստներին։ Հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգիչ Արամեն։ Արամեին ցանկացել էր տեսնել Սուրենավան գյուղի բնակչուհի Անուշիկը, ում համար երգչի այցելությունը իսկական անակնկալ է եղել։ Արամենն էլ իր խոսքում նշել էր, որ նման նախագիծը իր համար բացառիկ է, քանի որ կարելի է ասել առաջին անգամ է, որ ինքը ելույթ է ունենալու հենց մեկ հոգու համար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա-Մարալիկ հատվածում Ձիանու ճանապարհի մերկասառույցի պատճառով Մերսեդեսով ավտովթարի է ենթարկվել հայտնի բլոգեր գյումրեցի Գևորգ Կարապետյանը, հաղորդում է Շամշյանքոմը։ Վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհից չհեռացված ձյունն ու մերկասառույցը, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ավտոմեքենան Գևորգ Կարապետյանը ավտոքարշակով տեղափոխել է անվտանգ վայր։
Դերասան Արտյոմ Կարապետյանը այցելել էր հարազատ Գյումրի ու այնտեղից հանդես էր եկել նոր հրապարակմամբ, գրելով. «Չնայած երեկվա Գյումրու ձյունախառն ու անձրևային եղանակին ունեցանք շատ ջերմ օր։ Երեկ մի քանի օր համադասարանցիներով այցելեցինք մեր սիրելի դասընկերուհուն Սուսիկին։ Ուրախություններս չափ ու սահման չուներ, հուզմունքի պակաս էլ չկար։ Սուսաննը եւ նրա առողջական խնդիրների մասին դեռ տեղեկացրել է իմ նախորդ գրառումների մեջ, որտեղ փնտրում էինք ֆինանսական օգնություն նրա բուժման համար։ Արդարության համար պետք է ասեմ, որ գտնվեցին բարի մարդիկ եւ օգնեցին մեզ, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Դրան զուգահեռ ես ստացա բազմաթիվ նամակներ արտասահմանից, որտեղ օգտատերերը հայտնաբերել էին մի շատ կարևոր տեխնիկական խնդիր, ինչի արդյունքում չէին կարողացել ֆինանսական փոխանցումներ կատարել։ Այդ իսկ պատճառով այսօր կտեղադրեմ բանկային քարտի եւ հաշվեհամարի տվյալները։ Նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մեզ աջակցելու համար։ Մենք ընկերներով խոստացել ենք, որ անելու ենք ամեն հնարավոր եւ անհնարինը մեր սիրելի ընկերուհու հետ միասին հաղթահարել ծանր հիվանդությունը։ Բանկային տվյալները այժմ նաև ձեր էկրաններին են։ Արտյոմը ընտանիքի կրտսեր զավակն է, ունի 5 ավագ քույր։ Շատ առավելություններ եմ ունեցել քույրիկների հետ համեմատած։ Այդ երես տալը մի քիչ եղել է, չնայած մայրս մանկավարժ էր եւ ամենախիստ մանկավարժներից է եղել, բայց կարողանում էինք լեզու գտնել։ Շատ ավելի փոքր ժամանակ կապրիզներով երեխա եմ եղել, բայց դրանից հետո հասկացա, որ դա ընդամենը մանկություն է։ Մայրս մեզ համար արել է առավելագույնը։ 10 տարեկանում դերասանը կորցրել է հորը եւ ընտանիքի հոգսը բավականին վաղ տարիքից Արտյոմը իր ուսերին է վերցրել։ Մի քանի շաբաթ պառկեց հիվանդանոցում։ Ես նույնիսկ հիշում եմ նախորդ օրը։ Հայրս քաղցրակեր չէր, ես ու մայրս հերթական այցն էինք արել, ծիրանի սեզոնն էր։ Ինքը կերավ, մենք զարմացանք ու ուրախացանք, բայց այդ ուրախությունը քիչ տևեց։ Երբ քեզ սիրող հարազատ մարդիկ այդ ժամանակ փորձում էին օգնել քեզ ու վերջում ասում էին, թե արդեն դու ես տան տղամարդը, դա ինձ համար չգիտեմ ինչ էր։ Նախ պետք է հասկանայի, թե ինչ է տղամարդը, հետո տան տղամարդը։ Պապայից հետո նոր տարիները իմ ամենաչսիրելի տոներն էին, որովհետև ես երեխա էի, ուզում էի դրսում ձնագնդի խաղալ, բայց տան տղամարդն էի, պետք է գնայի շնորհավոր էի այդ մարդուն, որովհետև հայրս դա արել է շատ սիրուն ձևով։ Բազմաթիվ աշխատանքներ եմ արել ես այդ տարիների ընթացքում։ Այդ պահին չէի սիրում այդ աշխատանքը, բայց գնացել արել եմ։ Այդ տարիներին Լեննականի շուկայում աուդիո կասետներ էի վաճառում։ Աշխատանքը եղել է դաս, դպրոց, ինչու՞ չէ նաև հաճույք։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Արտյոմը եղել է ընդամենը 10 տարեկան, երբ տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժը։ Դերասանը վերհիշել էր, որ այդ պահին տանը մենակ է եղել։ Ես այդ օրը մեխը գազօջախի վրա տաքացնում էի, վազելով հանում էի դուրս, մի հատ երկաթ կար, դարբնություն էի անում ու մամայից թաքուն էի անում։ Երբ որ այդ ամեն ինչը սկսվեց, իմ մեջ այդ պանիկան սկսվեց, որ ես ինչ-որ բանով վնասեցի գազի համակարգը ու այնինչ կատարվում է, ես եմ անում։ Ու դրան կրկնապատկվում է այն, որ մայրս ինձ բռնեց, կորած եմ։ Մի ձև դուրս եմ եկել տանից ու տեսա մորս, մանկապարտեզից ինքը գալիս էր վազելով ու ես լացում էի փողոցի մեջտեղում։ Ինքը որ ինձ գրկեց ու ասաց չվախենաս, ես ուրախացա, որ մեղք չունեմ։ Դպրոցն ավարտելուց հետո Արտյոմն ընտրում է ճանապարհաշինարարի մասնագիտությունը եւ հենց ուսանողական տարիներին էլ հայտնվում է ուրախների եւ հնարամիտների ակումբում, ապա հեռուստատեսային նախագծերում։ Այդ ժամանակ սովորում էի շինարարական տեխնիկումում ու այնտեղ չէի տեսնում այն մարդկանց, ում հետ կարելի էր այդ թիմը ստեղծել, բայց իմ ընկերները սովորում էին ուրիշ բուհերում ու այնպես ստացվեց, որ ես գնացի Գյումրիի Պոլիտեխնիկ ինստիտուտ ու մտա ԿՎՆ-ի թիմ։ Ես բանակից ազատվել եմ կոնկրետ ֆիզիկական առողջական պատճառներով։ Բանակում ծառայելը ինձ այնքանով էր հետաքրքիր, որ ցանկացած տղամարդ այդ 2 տարվա մասին իր ամբողջ կյանքում խոսում է։ Իմ կյանքում այդ բացը կար, իսկ բանակում հեռուստասերիալը շատ բան տվեց։ Մենք միշտ կատակում էինք, ասում էինք, եթե բանակում մի հատ առավոտ ես վազելու, մենք 4 դուբլ ենք վազում։ Արտյոմը 3 երեխա ունի, 2 որդի եւ 1 դուստր։ Դերասանի ավագ որդին մասնակցել է սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Եթե ինձ նայեիք այդ օրերին, չէիք նկատի, որ իմ մոտ պանիկա կա, ամեն ինչ իմ ներսում էր։ Ես 1 կամ 2 օր չեմ հիշում, բացարձակ կապ չեմ ունեցել։ Մոտավոր տեղն եմ իմացել իր ու հենց այդտեղ թեժ մարտեր են գնացել, անհասանելի էր ամեն կերպ։ Ես նույնիսկ գնացել եմ այնտեղ։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի, որ ուր ուզել գնացել եմ, այդ օրերին շատ մեծ փոփոխություն զգացի այն պատերազմի ու այս։ Կային համապատասխան մարմիններ, ովքեր արգելեցին ինձ մի մետր առաջ գնալու։ Ծանր էր ամեն ինչը
թե որովհետև զուգահեռ լսում էի արդեն կորուստների մասին նույն զորամասից։ Կապը հաստատվեց շատ հետաքրքիր ձև։ Երրորդ հեռախոսով կարողացա խոսել իր հետ։ Ես ուղղակի իմացա, որ իր եւ իր հետ գտնվող տղաների հետ ամեն ինչ նորմալ է, վիրավոր, զոհ չունեին։ Կարելի է ասել բախտի բան է եղել։ Մի դիրքում են հայտնվել, որը ուշադրություն չի գրավել թշնամու համար։ Իրենք շատ քիչ հարվածներ են իրենց վրա կրել։ Դերասանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենայով ընկերների հետ եղել է ամենավտանգավոր վայրերում եւ այդ մասին պատմելիս նշել էր. Իմ մեքենան ՈՒԱԶ է ու բոլորս էլ գիտեինք, որ հակառակորդը դրոններով հենց այդ մեքենայի վրա ուշադրություն է դարձնում։ Մի անգամ եղավ, որ մեքենային հարվածեցին, բայց դրոնով չէ։ Եթե դրոնով լինեին, մենք շանսեր չէինք ունենա ապրելու։ Մենք հոգնում էինք չմեռնելուց։ Այսինքն այդ ամենը այնքան շատ էր, որ չմեռնելու շանսը չգիտեմ ինչքան էր, բայց ես ներսից տեսա, հասկացա ինչ է պատերազմը։ Մարդը գազան է դառնում այդ օրերին, շատ սարսափելի էր։ Մոտ 6 տարի դերասանն ապրել է Սանկտ Պետերբուրգում կատարելով ամենատարբեր տեսակի աշխատանքներ։ Ես ունեցել եմ հրաշալի կյանք այնտեղ, նեղ ու լայն օրեր եմ ունեցել, բայց նույնիսկ գնալուս օրը գիտեի, որ հետ եմ գալու։ Ավելի շատ մենակ մարդ եմ ես, սիրում եմ այդ մենությունը, չգիտեմ դա լավ է թե վատ։ Դերասանի մայրը մահացել է 2022 թվականին եւ այդ մասին խոսելիս Արտյոմն ասել էր. Ինչ էլ որ լինի, կասես մորս գրկեմ կանցնի, չկա։ Մամայի հետ շատ ապրեցի ես, մենք իրար ամենաշատը ճանաչեցինք։ Այս կորստից հետո զգում ես, որ մենակ ես եւ միակ հույսը, որ մենակ չմնաս, քո ստեղծած ընտանիքն է, բայց միևնույնն է դու ես վերևում, ավելի մեծ պատասխանատվություն, լարվածություն հեշտ չի։